Բարի երեկո, ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Խորհրդարանում քննարկում են 3 հանձնաժողովների նախագահության համար ընդդիմության առաջադրած նոր թեկնածուներին։ Լիաննա Մանուկյան, կողմ 57։ Երեկվա մերժումներից հետո մեկն արդեն ընտրվել է։ Շնորհավորում ենք Տիկին Մանուկյան։ Ինչպես է կառավարության ծրագրում փոխվել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հատվածը։ Երևանը դիմել է 3-րդ երկրի Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով։ Դեռ հայտնի չեն ոչ այդ չեզոք երկիրը, ոչ էլ թե արդյոք արտգործնախարարությունը դիմել է Ադրբեջանին այդ հարցով։ Ընդդիմադիր Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը կալանքից ազատ է արձակվել։ Միացյալ Նահանգները սպառնում է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներով, Իրանը ջախջախիչ պատասխանով։ Ազգային ժողովի 3 հանձնաժողովների համար ուժեղ Հայաստանի առաջարկած թեկնածուներին չընտրելուց հետո այսօր նոր թեկնածուների հարցն է քննարկվել։ Ընտրվել է միայն մեկը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը։ Այս քննարկումները ընդմիջվեցին, քանի որ երկուշաբթի օրը սահմանադրության պահանջով դեռ ամբողջովին չձևավորված ազգային ժողովը արդեն կառավարության ծրագիրն է քննարկելու։ Ընդդիմադիրներն ի դեպ սա խախտում են համարում։ Ողջ օրը խորհրդարանական անցուդարձին հետևել է իմ գործընկեր Աստղիկ Բեդևյանը։ Իշխանությունը երկրորդ փորձից ընտրեց ընդդիմադիր ուժեղ Հայաստանի թեկնածու Լիաննա Մանուկյանին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Քվեատուփում արկա է 96 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ։ Լիաննա Մանուկյան, կողմ 57 դեմ 39։ Որոշումն ընդունված է, շնորհավորում ենք Տիկին Մանուկյան։ Ուժեղ Հայաստանը նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում փոխեց նախագահի իր թեկնածուին, առաջադրել են նախկին փաստաբան Հարություն Հարությունյանի թեկնածությունը, խորհրդարանի 12 հանձնաժողովներից 10-ի նախագահները փաստորեն արդեն ընտրվել են։ Մինչև երկուշաբթի ազգային ժողովը թերևս չի հասցնի եւս 2 թեկնածությունների թե քննարկումը, թե քվեարկությունը եւ այդ հարցերը, ինչպես ազգային ժողովի ԿՊԱ-ական փոխնախագահը ասաց, արդեն այդ քննարկումները կտեղափոխվեն կառավարության ծրագրի հաստատումից հետո։ Այսօր հենց իշխանության քվեարկության շուրջ էր հիմնական բանավեճը։ Պետք է անվերապահ ընտրեն օրենքով ընդդիմությանը վերապահված հանձնաժողովների նախագահներին, թե ոչ։ Իշխանությունը մնաց իր տեսակետին, թե անցած ճամփան, այսպես ասած, թեկնածուների պետք է եւ կարող են դարձնել քննարկման առարկա, ընդդիմությունը իր, որ սա ընդդիմության տեղերն են եւ իրենց թեկնածուները պետք է ընտրված լինեին անվերապահ։ Եվ հիմա այս կարևոր հարցերը թողած պատրաստի թեկնածուներին առաջադրած մարդիկ ընդամենը առանց քաղաքական որևէ բացատրություն, հիմնավորում տալու չեն ընտրում, ասում է չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով։ Բերեք այնքան այս հարցերը քննարկենք, չենք ուզում իրան այստեղ տեսնենք, տենց է ստացվում։ Օրինակ ես անհամբեր եմ իր հետ իմ հանդիպմանը։ Թե դուք ինչի չեք ուզում այդ մարդը գասի, չեմ հասկանում։ Քանի որ այս պահին կա ընտրության հնարավորություն, այդ նշանակում է տրված է այդ հնարավորությունը ու մենք ձեր քվոտան չենք վերցնում։ Մենք չենք մերժում, որ ընդդիմությունը պիտի հանձնաժողովի նախագահներ ունենան, բայց մենք ամեն թեկնածուին դիտարկում ենք առանձին ու դա մեր իրավունքն է։ Ասեմ նաև որոշ չկա, որ իշխանություն ընդդիմություն հակադարձումներ չլինեն, այսօր իրար հկայական եղած լինելու մեջ մեղադրելու օրն էր։ Ուզում եք իմանաք դուք ինչի կուսակցությունն եք։ Նախ եկեք ֆիքսենք, որ դուք նոր հանրապետական կուսակցությունն եք։ Պարոն Կարապետյան, որ այստեղ նստած եք, օրինակ ձեր հայրը հանրապետական ֆրակցիայի ղեկավարնելու կարծեմ ստեղ էր նստում, եթե չեմ սխալվում։ Հետո որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։ Պարոն Թամրազյանը կարծեմ հանրապետական կուսակցության հետ կապ ունեցել է։ Տիկին Սյուզան Ավետիսյանը կարծեմ նախկինում հանրապետական եղել է։ Պարոն Հարություն Մնացականյանը հայտնի հանրապետական կուսակցության անդամ է։ Էդգար Ղազարյանը ընդհանրապես երևի աշխարհի ամենահայտնի հանրապետականն է, այս պայդրությամբ են իրեն հայտնի ելույթով, որ մենք հանրապետականն ենք հզոր անպարտելի ուժ։ Պարոն Շիրազ Մանուկյանը հանրապետականի երիթևի նախկին անդամ է, ճիշտ է, պարոն Հարություն, դուք կապ ունեցել եք հանրապետ։ Այս մեկը փոստ էր։ Նենց զարմացած եք ասում, պարոն Այք,
որ ստետ մարդիկ այլ կուսակցություններով են եկել, այս կողմ, են կողմ, մեկը հանրապետական ա եղել, մեկը Բարգավաճ եւ այլն։ Հետ եմ նայում, պարոն Կոնջորյան, ուրեմն ԿՊ-ի մի տեղակալը նախագահի, նախկին հանրապետական է, մյուսը նախկին ԲՀԿ-ական է։ Ես կյանքումս բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից այլ կուսակցության անդամ Երիտասարդական միություն, Երիտասարդական միություն, հետ էր պարոն Խաչատրյան, նստեք խնդրում, ձեր ժամանակն ավարտվել է։ ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետ Ատոնոյանը ազատությանն ասաց Վահագն Ալեքսանյանը մեջբերեմ ակտիվորեն ներգրաված է եղել ԲՀԿ երիտթևի աշխատանքներում եւ իր խոսքերը փաստող բազմաթիվ վիդեո եւ ֆոտո նյութեր կան արխիվում, ինչպես նա ասաց։ Իսկ Ալեքսանյանի այդ հայտարարությունը, որ ինքը ԲՀԿ անդամ չի եղել, Իվետ Ատոնոյանը, ես էլի մեջբերում եմ անում, իր անցյալը ջնջելու անհաջող փորձ է որակում։ Անդրանիկ Քոչարյան եղել է Վազգեն Սարգսյանի օգնականը։ Վազգեն Սարգսյանը հանրապետական կուսակցության պատմության մեջ ամենամեծ դերակատարում ունեցած առաջնորդներից մեկն է։ Եկանք բանը Սերգեյ Բագրատյան ՀՀԿ-ի պաշտոնավարման շրջանում որպես կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է նշանակվել է Վայոց ձորի մարզպետ Չընտրվածների Շիրակը Թորոսյան 3 անգամ ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ազգային ժողովի падգամավոր։ Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան 10-ից սկսելու են քննարկել կառավարության ծրագիրը։ Սահմանադրությունն է ասում, որ ազգային ժողովը պետք է ունենա մշտական հանձնաժողովներ, սահմանադրությունն է ասում, որ ազգային ժողովն է հավանություն տալիս կառավարության ծրագրին։ Ինչի համար? Որովհետև ազգային ժողովը պետք է լինի ամբողջությամբ ձևավորված իր մշտական հանձնաժողովներով։ Հիմա օրինակ կառավարության ծրագիրը չի կարողանալու մշտական հանձնաժողովում քննարկվի։ Չկա այդ գործիքը, որտեղ չկա ձևավորված։ Ըստ էության աննախադեպ իրավիճակ է ստեղծվել կանոնակարգով հանձնաժողովների նախագահի ընտրությունից հետո, նաև կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագծի քննարկում է նախատեսվում, այդ հարցն էլ չի ընդունվել, որը պիտի նախորդեր կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկմանը։ Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ չեզոք երկրի, որպեսզի այդ երկրի ներկայացուցիչները հյուպատոսական այց կատարեն եւ այցելեն հայ գերիներին։ Բաքվում պահվող հայ գերիները փաստացի մեկուսացած են արտաքին աշխարհից այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակեց Կարմիր խաչի գրասենյակը։ Միայն հատուկենտ հեռախոսազանգեր են թույլատրվում ընտանիքի անդամների հետ, իսկ իրավապաշտպանները պարբերաբար ահազանգում են Բաքվի բանտերում պահվող գերիների վնասվածքների մասին չբացառելով բռնության դեպքերը։ Թե որ երկրին է դիմել արտգործնախարարությունը կամ արդյոք Ադրբեջանին եւս դիմում եղել է, այս հարցերի պատասխանները դեռ չկան։ Продолжился судебный процесс по уголовному делу. Հայաստանի արտգործնախարարությունը պետք է թափանցիկ կերպով հանրությանը տեղեկացնի, արդյոք պաշտոնապես դիմել է Բաքվին երրորդ երկրի կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցելու հարցով։ Ազատության զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Հստակեցված չէ երրորդ երկիրը տվել է իր համաձայնությունը եւ արդյոք այդ երրորդ երկրի տեխնացության առնչությամբ պաշտոնական դիմում ներկայացված է Ադրբեջանի իշխանություններին։ Անցած տարի մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել էին արտաքին քաղաքական գերատեսչությանը, խնդրելով ԱԳՆ-ին դիմել չեզոք որևէ երկրի, որի հյուպատոսական ծառայողները կայցելեն Ադրբեջանում պահվող հայ գերիներին եւ տեղում կծանոթանան նրանց վիճակին։ Սակայն Հայաստանի արտգործնախարարությունը այդ դիմումը անարձագանք էր թողել։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը սակայն այսօր լրատվամիջոցներից մեկին փոխանցել է, թե Հայաստանը դիմել է չեզոք երկրի հյուպատոսական այց կազմակերպելու եւ Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով։ Միաժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծել է, թե այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։ ԱԳՆ-ն սակայն չի մեկնաբանում, արդյոք Հայաստանն արդեն դիմել է Բաքվին երրորդ երկրի կողմից այցելության կազմակերպման համար։ Նախարարությունը նաև չի մանրամասնում, թե կոնկրետ որ երկրին է խնդրանքով դիմել եւ արդյոք այդ չեզոք երկիրն արդեն ընդունել է հայ գերիներին տեսակցելու Հայաստանի առաջարկը։ Ազատությունն այս հարցերի վերաբերյալ հարցում է ուղարկել արտաքին քաղաքական գերատեսչությանը, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հղումանելով միջազգային պրակտիկային նշում է, որ այս տեղեկությունները հրապարակային են եւ պետք է հասանելի դառնան հանրությանը։
Ճիշտ է, որ այդ անունը լինի թափանցիկ հանրության համար եւ նաեւ արտաքին գործերի նախարարությունը թափանցիկ կերպով պաշտոնապես դիմի Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի համաձայնեցնի թեկնածությունը։ Եվրոպական դատարանում գերիների շահերի ներկայացուցիչը նշում է, որ ըստ ընթացակարգի եւ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է համաձայնության գան թեկնածու երկրի շուրջ։ Միայն դրանից հետո փաստացի հնարավոր կլինի իրականացնել այցելությունը։ Իրավապաշտպանի խոսքով Ադրբեջանում պահվող 20 հայ գերիներին այցելությունն այս պահին հույժ կարևոր է, հաշվի առնելով, որ անցած տարվանից նրանք հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքների հետ 40 օրը մեկ հեռախոսով շփվելու հնարավորություն ունեն, ինչն էլ ավելի ծանր վիճակում է դնում ընտանիքներին։ Նման ահազանգեր մենք ստացել ենք լուրջ վնասվածքների վերաբերյալ։ Իրավապաշտպանը գերիների հարազատներից նաև տեղեկություններ է ստացել, որ ադրբեջանական բանտում պահվող հայ պատանդներից ոմանք նաև վնասվածքներ ունեն։ Հնարավոր չէ ճշտել, արդյոք բռնության հետևանքով են այդ վնասվածքները հասցվել։ Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարի փակվեց Բաքվում գործող Կարմիր խաչի գրասենյակը եւ հայ պատանդների պահման ու առողջական վիճակի մասին անկախ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չկա։ Անկախ բժիշկներ զննելու եւ առողջական վիճակի մասին հավաստիանալու հնարավորություն չունեն եւ նման պայմաններում կա բացարձակ մեկուսացվածություն արտաքին աշխարհից։ Продолжился судебный процесс по уголовному делу в отношении гражданина Армении Рубена Варданяна. Իդեպ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջը ԱԳՆ-ում օրերս ընդունել են նախարարության մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջյանը եւ հումանիտար հարցերի բաժնի պետ Վրեժ Քարդումյանը։ Այս հանդիպումը, որ տեղի ունեցավ Տիկին Զոնապենդի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված 2 նամակներից հետո, մասնակցել են նաեւ գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։ Այս քննարկմանը մասնակցած Սիրանուշ Սահակյանն Ազատությանը փոխանցեց, որ խոսել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին այցելելու Վերոնիկա Զոնաբենդի մարդասիրական նախաձեռնության մասին։ ԱԳՆ պաշտոնյաները խոստացել են քննարկել, թե պետությունը ինչ չափով կարող է աջակցել այդ նախաձեռնության իրականացմանը։ Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է ազգությամբ ոչ հայ, հայտնի կին իրավապաշտպանների ուղեկցությամբ մեկնել Ադրբեջան գերեվարված 20 հայերին տեսակցելու նպատակով։ Կառավարության ծրագիրը ազգային ժողով կհասնի, երկուշաբթի օրը գործադիրն այն արդեն հաստատել է, իսկ տեսնենք, թե ինչպես է փոխվել Երևանի դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերությունների մասով գալիք 5 տարիների համար։ Ի տարբերություն նախորդ ծրագրի, այս մեկում ՀԱՊԿ չի հիշատակվում, բայց Եվրասիական միության հետ հարաբերություններում ամեն դեպքում Հայաստանը խոստանում է ծավալել արդյունավետ համագործակցություն։ Հայ-ռուսական ռազմավարական դաշինքից մինչև Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում եւ խորացում։ 5 տարում այսպես է փոխվել Երևանի դիրքորոշումը Մոսկվայի հանդեպ։ Եթե Նիկոլ Փաշինյանի 2021-26 թվականների կառավարության ծրագրում Ռուսաստանը գլխավորում էր անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն բաժինը, այդ երկրի հետ էր կապվում Հայաստանի անվտանգության ապահովումը, ապա Փաշինյանի ձևավորած այս կառավարության 2026-31 թվականների ծրագրում Ռուսաստանը հիշատակվում է ի թիվս այլ երկրների, միայն 8-րդ հորիզոնականում, հետ մնալով տարածաշրջանի հարևաններից, Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից ու Ֆրանսիայից։ Այս անգամ միայն նշվում է, որ շարունակվելու է Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությանն ուղղված երկխոսությունը, հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման եւ խորացման ուղղությամբ։ Այլևս չկան հիշատակումներ փոխօգնության երկկողմ պայմանագրերի, Գյումրիում տեղակայված ռազմաբազայի եւ ռուս սահմանապահների մասին։ Սկսած այն պահից, որ մենք հասկացանք, որ կարող է, շատ հնարավոր է մեկի հետ համագործակցությունից տուժենք եւ մեր ժողովուրդն է տեսել այդ ամեն ինչը։ Միայն մեկից կախվածությունից տուժենք, ընդհանրապես մենակ մնանք, որտեղ այդ մեկի պետական ազգային շահերը չհամապատասխանեն Էսպանիայի Հայաստանի Հանրապետության շահերի հետ, մենք հասկացանք, որ պետք է ունենանք այլընտրանքներ։ Ես չեմ կարծում, որ դա մեսիջ է, որտեղ մենք շատ բաց մենք շատ թափանցիկ ենք խոսում։ Նոր կառավարության հնգամյա ծրագրում որևէ կերպ չի նշվում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ռազմական դաշինքը, որին անդամակցությունը Հայաստանը վերջին տարիներին սառեցրել է, բայց մինչև օրս հստակ չէ, ի վերջո Երևանը մտադիր է հեռանալ կազմակերպությունից։ Իսկ իմաստը որն է դուրս գալու։ Կգա ժամանակը, եթե այդպիսի որոշման կարիք լինի, այդպիսի որոշում կայացնենք։ 2021-ին Փաշինյանի կառավարությունը խոստանում էր ակտիվ ներգրավված լինել
հապկի աշխատանքներին։ Երևանը հիմա դժգոհում է, որ 2021-22 թվականներին ռազմական դաշինքը չպաշտպանեց Հայաստանը Ադրբեջանի ներխուժումներից։ Ասեք, որ տեղի է ունեցել հարձակում սուվերեն տարածքի վրա։ Մենք ուզում ենք, որ մեր անվտանգային միջավայրը, որի այսպես ասած երաշխավորներ նաև հապկանդամ պետություններով կառուցված անվտանգային կառույցը արձագանք ունենա իր անդամ պետության վրա հարձակման հետ կապված։ Մենք չենք լսում դրա պատասխանը։ Դիվանագիտությունը սև ու սպիտակ չի, զեբր չի, էլի, այս մի գիծը սև, այս մի գիծը սպիտակ է։ Պետք է կարողանալ քո քաղաքականությունը այնպես կառուցել, որ դու այդ մարդկանց հետ ոչ թե ճշնամանայր հապկի մասն է խոսք, այլ օգտագործի իրանց ռեսուրսները։ Փոխարենը նոր կառավարությունը Եվրասիական միությունում է խոստանում ծավալել արդյունավետ համագործակցություն, բայց այստեղ էլ Հայաստանի հետ հարաբերությունները հարթ չեն, հայկական գյուղմթերքի գերակշիռ մասը սահմանափակումների տակ է, տնտեսական դաշինքն էլ Երևանի առջև պայման է դրել, մոտ ապագայում անցկացնել արտաքին կողմնորոշման հանրաքվե։ Հնգամյա ծրագիրը նշանակում է, որ Հայաստանն առաջիկայում Եվրամիությանն անդամակցելու դիմում չի ներկայացնելու, շարունակելով մնալ ռուսական տնտեսական դաշինքում։ Կառավարության ծրագիրը սեպագիր արձանագրություն չի, բազմիցս ասել ենք, եւ հնարավոր է շատ բաներ ճկուն քաղաքականության, արտաքին քաղաքականության ժամանակ փոփոխվեն։ Դրա համար ես հստակ ասում եմ, մեր նպատակն է այդ ամենը խորացնել եւ մենք գնալու ենք այդ ուղղությամբ, բայց նաև զուգահեռաբար իրականացնելու ենք մյուս աշխատանքները, որը ներառված է նաև ԵՄ համագործակցության բլոկում կառավարության ծրագրում։ Տանգո ապրելու համար երկու հոգի են պետք։ Լավ, այդ կառավարությունն ասում է, ես ԵԱՏՄ-ն չեմ ուզում լքեմ, իսկ ԵԱՏՄ-ն ինչ կարծիք։ Հիմա ասում է, մենք մեր ինքնիշխանությունը ելակով չենք փոխում։ Լավ է անում, բայց այն մարդը, որ ելակ է աճացրել եւ իր կյանքը, իր գոյությունը ելակի վաճառքից է կախված, այդ մարդուն դու ինչ օգնության փաթեթ ես առաջարկում։ Եվրամիության վերաբերյալ կառավարությունը վկայակոչում է դաշինքին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, խոստանալով դրա հիմքով բարեփոխումներ իրականացնել։ Անդամակցության ժամկետներ սակայն չեն նշվում։ Ռուսաստանը դարձել է ընդամենը առևտրային գործընկերներ, բայց դեպքում եթե սա քո քաղաքականությունն է, ոչ թե այսօր որդեգրած, այլ տարուց ավել իրականացող քաղաքականությունն է, ել ինչ ես զարմանում, որ ռուսները քո դեմ հակաքայլի են դիմում։ Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել կառավարության ծրագրում տեղ գտած ձևակերպումներին։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության Telegram անալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Բագրատ arczepiskoposi ղեկավարած շարժման աջակիցներին 2024 թվականի հունիսին ուժով ծրելու փաստը քննելու համար ընդդիմադիրները փաստահավաք խումբ են ձևավորում։ Ընդդիմադիր հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը կալանքից ազատ է արձակվել։ Միացյալ Նահանգները սպառնում է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներով Իրանը ջախջախիչ պատասխանով։ Փաստաբանները պատրաստվում են մանրակրկիտ ուսումնասիրել 2024-ի հունիսյան դեպքերը, երբ Բագրատ arczepiskopos Գալստանյանի առաջնորդած սրբազան շարժման աջակիցներին ոստիկանները բռնի ուժով եւ այն ժամանակ արգելված լուսաձայնային նռնակներով ցրեցին։ Փաստահավաք խումբ են ստեղծելու, հավաքելու են տուժածների մասին ողջ տեղեկատվությունը եւ դեպքի մանրամասները եւ թղթապանակը ներկայացնելու են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ։ Երկու տարվա վաղեմության 2024-ի հունիսի 12-ի այս դեպքերը ուսումնասիրող փաստահավաք խումբ կստեղծվի։ Ոստիկանների գործողություններից տուժած ցուցարարների պատմությունները, որ այդպես էլ իրավական հետևանք չունեցան, խումբը կհավաքի ու կուղարկի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետներին, ասում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Մենք սկսում ենք փաստահավաք գործունեություն հունիսի 12-ի վայրագություններից տուժած անձանց եւ նրանց պատմությունների վերաբերյալ։ Փաստահավաք խմբում կլինեն Տաթևիկ Սողոյանը, Բագրատ Սրբազանի գործով մյուս փաստաբան Հովանես Խուդոյանն ու Լիդիա Մանթաշյանը, որ այս գործով կալանավորված էր։ Հունիսի 12-ին վարչապետի հրաժարականի պահանջով ցույցն ազգային ժողովի հարակից տարածքում առաջնորդում էր Բագրատ arczepiskopos Գալստանյանը։
Ցույցը, որ ընթանում էր ազգային ժողովի նիստին զուգահեռ Սիրահարների այգու մոտ, որտեղ քաղաքացիներ ու երեխաներ էին զբոսնում, ոստիկանները ցրեցին լուսաձայնային նռնակներով ու ուժով, չհերքեցին, որ արգելված Զարյա 3 տեսակի նռնակել է կիրառվել։ Այդ գործողությունների հետևանքով վնասվածքներ էր ստացել 100 մարդ։ Քրեական գործով որևէ իրավապահ մինչ այս պահը մեղադրյալի կարգավիճակ չունի, ազատությանը հայտնեցին քննչական կոմիտեից։ Հիշեցնեմ, որ անցել է 2 տարի այդ իրադարձություններից, այդ օրվա միջադեպերին, երբ որ ցուցարարներին են մեղադրանք առաջադրելուց եղել, մոտ 1 ամիս էլ չի տևել երևի թե քննությունը մարդկանց գործերը ուղարկել են դատարան զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքներով, բայց այդ նույն օրվա իրադարձությունները, որտեղ ոստիկանները ապօրինաբար կիրառել են չթույլատրված հատուկ միջոցներ, առայսօր քննությունը շարունակվում է։ Չնայած այդ օրերի բուռն քննադատություններին, որ ոստիկանները իրավաչափ չեն գործել ու մարդկանց ծանր վնասվածքների մասին փաստող տեսանյութերին, վարչապետ Փաշինյանը նույն օրը ազգային ժողովի ամբիոնից շնորհակալություն հայտնեց ոստիկաններին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ոստիկաններին, ովքեր հենց հիմա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականություններն են կատարում եւ ինչպես նախկինում հետագայում էլ առավել սկզբունքայինները իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան։ Իսկ ինչու 2 տարի անց որոշեցին քաղաքացիների ոտնահարված իրավունքների հարցը հասցնել միջազգային հեղինակավոր փորձագետներին։ Փաստաբան Սողոյանն ասում է, որ սրա նպաստել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետների կարծիքը Բագրատ Սրբազանի գործով։ Պաշտպանական կողմներ միջազգային գրասենյակ դիմել վերջերս են նրանց գրությունը ստացել։ Փորձագետները մտահոգություն են հայտնել, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անդամների նկատմամբ քրեական հետապնդումը նրանց ահաբեկչություն ծրագրելու համար մեղադրելը ազատազրկել է եւ 2024-ի հունիսին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը, տասնյակ քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելը կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հեղինակավոր փորձագետները արձանագրել են, որ ազգային ժողովի հարակից տարածքում ուժի գործադրումը կարող է դիտարկվել որպես կյանքի իրավունքը հարգելու պարտավորության խախտում։ Միջազգային իրավունքի խախտում կարող են լինել նաև հարուցված քրեական գործն ու սրբազան պայքարի անդամների նկատմամբ կիրառված սահմանափակումները, ընտրված խափանման միջոցները։ Ու ամենակարևորը չի պատասխանել կառավարությունը այդ հարցերին։ Որն էր եղել այդ լուսաձայնային նռնակը կիրառելու անհրաժեշտությունը։ Արդյոք այդ լուսաձայնային նռնակը անվտանգության կիրառման կանոն ունեցել է, պայման ունեցել է, դրանք բավարարված եղել են։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից այս գրությունը մայիսին են Հայաստանի կառավարության ուղարկել ու հարցեր ուղղել։ Արդյոք իրավապահները քննել են ուժի գործադրման միջադեպը, ինչ արդյունքներ են եղել ու ինչ են արել իշխանությունները նման դեպքերը կանխելու համար։ 2 տարի է անցել այս վայրագությունից, դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Ամենածանրը աջ ձեռքիս վնասվածքն է, զրկվել եմ 3 մատից ամբողջությամբ, դաստակի կեսից ու այն ինչ որ մնացել է կիսաաշխատունակ վիճակում է, էլի այսպես ասեմ։ Հունիսի 12-ին ծանր մարմնական վնասվածք էր ստացել Եսայի Քարամյանը։ Լուսաձայնային նռնակից մատներն են կտրվել, դաստակի մի մասը ու որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։ Ես աջ ձեռքով շատ սահմանափակ բաներ կարող եմ անել, որտեղ աջ ձեռքս կարելի ասել համարյա չկա։ Եսայի Քարամյանին քննիչները մեկ անգամ են հիվանդանոցում հանդիպել, մեկ անգամ էլ ուղարկել են բժշկական փորձաքննության ու դրանից հետո ասում է հարցաքննության էլ չեն կանչել։ Ու այդ առաջի ու վերջի անգամն եղել, որ ինձ հարցաքննել են կամ այս գործը կապված ընդհանրապես որևէ կերպ անհանգստացի։ Աջ ձեռքից գրեթե զրկված Քարամյանը փաստահավաք խմբից մի ակնկալիք ունի, որ միջազգային փորձագետների արձագանքից գոնե գործը տեղից շարժվի ու մեղավորները պատժվեն։ ՀԱՅԱՔՎ-ի համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Դատարանը վերացրել է նրա խափանման միջոց կալանքը։ Չալաբյանը ձերբակալվել էր հունիսի 24-ին, մեղադրվելով ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար։ Ըստ քննչականի Չալաբյանը հանդիպել էր ռուսաստանցի պաշտոնյաների հետ, նրանց հորդորել, որ ճնշում գործադրեն Ռուսաստանաբնակ հայերի վրա եւ ուժեղ Հայաստան դաշինքի օգտին քվեներ ապահովեն։ Ավետիք Չալաբյանն այսօր իր դեմ իրականացվողը քաղաքական հետապնդում եւ խոշտանգում է որակել։
Մի խումբ անձանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանքով կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը վերացվեց։ Դատավորը նրան առաջին նիստի ընթացքում հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց։ Դատարանի բակում շուրջ 2 ամսվա կալանքից հետո լրագրողների հետ իր առաջին զրույցում Ավետիք Չալաբյանն իր ու մյուս ազատազրկվածների պահման պայմանները ոչ միայն պատիժ, այլև խոշտանգում որակեց։ Բոլոր կալանավորների պահպանման պայմանները այդ կալանավայրերում վատ են, որտեղ իրանք գերբեռնված են, որտեղ այնտեղ հակասանիտարական վիճակ է, պատերը նեխած, խոնավության մեջ եւ այլն, չեմ ուզում շատ տարածվեմ, ուղղակի մարդ, որ մի անգամ մտնի դա տեսնի, կհասկանա, որ դա ընդհանրապես կալանավորներին խոշտանգելու միջոց է, ընդհանրապես ոչ թե ինձ։ Ընտրություններին ընդառաջ Ուժեղ Հայաստան դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրած Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն իր հանդեպ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում անվանեց։ Ազատության մեջ իմ հաջորդ քայլերը իմ աջակիցներին մոտենալ եւ ողջունելն է, բնականաբար այս մեղադրանքը քարը քարի վրա չթողելն է, քարը քարի վրա։ Ըստ իրավապահների Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այլ պետության պաշտոնյաների հետ է հանդիպել, նրանց դրդել, որ իրենց ազդեցությունն օգտագործեն ու գործարարների միջոցով նրանց կազմակերպություններում աշխատող մարդկանց ուղղորդեն գալ Հայաստան ու քվեարկել ընդդիմադիր Ուժեղ Հայաստան դաշինքի օգտին, որպես ապացույց ներկայացնում են տարածված ձայնագրությունը։ Приезд большого количества избирателей, примерно, из России, граждан Армении, которые временно находятся. Их много. То есть, чтобы они голосовали не в странах, где они живут, а здесь? Они не могут там голосовать. У нас законодательство не позволяет. Այսօր այս գործով առաջին դատական նիստներ։ Մինչ ազատ արձակվել է Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանը նիստերի դահլիճում այս գործն իրականությանն հենգափոխում որակեց։ Նա սակայն չի հերքում, որ նման հանդիպում եղել է։ Իրականության հենգափոխում, երբ դու կարդում ես մեղադրական եզրակացության, այսպես ասած փաստական մասը, դու նայում ես ինչա դրանից հետևում, հասկանում ես, որ իր մեջ ոչ մի կապ գոյություն չունի։ Տրամաբանական ոչ մի կապ գոյություն չունի։ Այս գործով նախաքննությունը 1.5 ամիս էլ չտևեց, ինչպես պարզվեց այսօրվա նիստի ընթացքում, գործով նույնիսկ մեկ վկա չկա։ Պաշտպանները նաև հենց այս հանգամանքը մատնացույց անելով խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրին։ Եթե վկա չկա, ինչպես կարող է Ավետիք Չալաբյանն ազդել նրանց վրա։ Պաշտպաններն առաջարկեցին որպես խափանման միջոց գրավը կիրառել դատավոր Դավիթ Բալայանը, սակայն այն ընդհանրապես վերացրեց, թեև մեղադրող կողմն իր հերթին միջնորդել էր երկարաձգել կալանքը։ Ինքը Չալաբյանը նիստից հետո անկեղծացավ։ Նման որոշում չէր սպասում։ Չէ կարող կանխատեսել, որովհետև իրավական հարթության մեջ բնականաբար դատավորը ընդունել է իրավաբանության տեսակետից միակ հնարավոր որոշումը, բայց բոլորը գիտեք, որ մեր երկրում միշտ չի որ իրավունքը գործում է, ուստի նաև ուզում եմ հատուկ անդրադառնամ դատավորի իսկապես դրսևորած արդարամտությանը, նրան որ նա առաջնորդվել է օրենքով, հուսով եմ որ մյուս դատավորներն էլ իրականում օրինակ կվերցնեն դատավորից եւ իրանք եւս կառաջնորդվեն օրենքով։ Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 17-ին։ Չալաբյանի ազատ արձակումը դատախազությունը կարող է բողոքարկել 3 օրում։ Տեսենք, թե ինչ է կատարվում Հայաստանից դուրս։ Իրանի նախագահը, խորհրդարանի խոսնակը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկը մյուսի հետևից արձագանքում են Միացյալ Նահանգներից հնչող սպառնալիքներին։ Նահանգները աննախադեպ խիստ տնտեսական պատժամիջոցներ է խոստանում, որոնք պիտի տապալեն իրանական ռեժիմը։ Թեհրանում մինչ այդ վստահ են պատժամիջոցներին հակազդելու ծրագիր կմշակեն եւ ջախջախիչ պատասխան կտան։ Իրանը ջախջախիչ պատասխան կտա Միացյալ Նահանգների ցանկացած նոր սպառնալիքի, հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Ժամեր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը խոստացավ պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները կիրառել Թեհրանի նկատմամբ։ Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվա արդիվ հղած ուղերձում գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ է գործել բոլոր ուղղություններում՝ ծովում, ցամաքում, օդում, կիբերտիրույթում եւ նույնիսկ տիեզերքում։ Թշնամիների կողմից ցանկացած սխալ հաշվարկ եւ ի հայտ եկող ցանկացած սպառնալիք կարժանանա հեղափոխական, ջախջախիչ ու կործանարար պատասխանների, որոնք ափսոսանք կառաջացնեն։ Իրանի խորհրդարանի խոսնակն իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը պետք է ծրագրեր մշակի Միացյալ Նահանգների մեջբերում եմ անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար։ Իրաք կատարած այցի ժամանակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ԱՄՆ-ին եւ Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ տնտեսական եւ տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ վարելու համար։ Ամերիկա-իսրայելական ջանքերը սակայն արդյունք չեն տա, վստահեցրել է Ղալիբաֆը, որը երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է ու Միացյալ Նահանգների հետ Իրանի գլխավոր բանակցողը։
Եթե նայեք, թե ինչ ռեսուրսներ ու հումք ունեն մուսուլմանական երկրները, կհասկանաք, որ մեր թշնամիները գալիս են դրանք թալանելու։ Հետևաբար մենք պետք է անարդար պատժամիջոցների դեմ պայքարի ծրագրեր մշակենք, որպեսզի կարողանանք հաղթահարել դրանք։ Իրանի նախագահը եւս ջախջախիչ պատասխան է խոստացել Միացյալ Նահանգների ցանկացած հարձակման դեպքում, սակայն Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ ավելի լավ է պատերազմն ավարտել հիմա։ Պատերազմը պետք է ավարտվի ինչ-որ պահի։ Ավելի լավ է պատերազմն ավարտել այսօր, քանի դեռ մենք ուժի եւ արժանապատվության դիրքերում ենք, ասել է նա։ Մինչ այդ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը հայտարարել էր Իրանի նկատմամբ երբևէ կիրառված ամենակոշտ պատժամիջոցների մասին, որոնք նրա պնդմամբ ի վերջո կտապալեն իրանական ռեժիմը։ CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Սկոտ Բեսենտն ակնարկել է, որ տնտեսական ճնշումն ուժեղացնելու ծրագրերը նշանակում են, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների լայնածավալ ռազմական հարձակումները մոտ ապագայում հավանաբար չեն վերսկսվի։ Այս պատժամիջոցներն արդյունավետ են, ունենք գործողությունների կոմբինացիա, ունենք շրջափակումը եւ պատրաստվում ենք կիրառել պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները։ Սա աշխատեց Վենեսուելայում, սա արդյունավետ է Կուբայի դեպքում եւ արդյունավետ կլինի Իրանի դեպքում։ Մենք տապալելու ենք այս ռեժիմը։ Բեսենտը նաև նշել է, որ Վաշինգտոնն իր բոլոր դաշնակիցներին կոչ է անում միանալ Իրանի դեմ տնտեսական պատերազմին եւ հստակեցրել է, եթե նրանցից որևէ մեկը ինչ որ կերպ համագործակցի Իրանի հետ, Միացյալ Նահանգներն իր ողջ ուժն ու հզորությունը կօգտագործի նրանց դեմ։ Կամ նրանք մեզ հետ են, կամ մեր դեմ, ասել էր նա, հավելելով, որ պատժամիջոցների մասին մանրամասներ կներկայացնի երկուշաբթի։ Միացյալ Նահանգների փոխնախագահն իր հերթին հայտարարել է, որ նոր պատժամիջոցներն ազդարարում են հակամարտության նոր փուլի մասին, որում տնտեսական ճնշումը Միացյալ Նահանգներին հասանելի ամենաարդյունավետ գործիքն է։ J.D. Vance-ը նշել է, որ երբ Միացյալ Նահանգները սկսի կիրառել նոր պատժամիջոցները, Իրանն իր հերթին փորձելու է դիմադրել եւ իր հերթին տնտեսական ճնշում գործադրել Միացյալ Նահանգների նկատմամբ։ Սակայն իրականությունն այն է, որ վերջին մի քանի շաբաթներին նրանք շատ ավելի մեծ ճնշում են զգացել, քան մենք։ Մենք շարունակելու ենք այդ ճնշումը, քանզի կարծում ենք, որ դա վերջնական նպատակին հասնելու լավագույն միջոցն է։ Ու մինչ Թեհրանն ու Վաշինգտոնը սպառնալիքներ են փոխանակում, ամերիկյան զինուժը շարունակում է Իրանի ծովային շրջափակումը։ Իսկ Հորմուզի նեղուցում, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը, երթևեկությունը դեռ սահմանափակ է։ Reuters-ը հայտնում է, որ այս շաբաթ չինացի գնորդներին իրանական հում նավթի առաջարկները նվազել են։ Գործակալությունը նաև նշում է, որ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների համար նախատեսված մատակարարումների քանակը եւս նվազել է հուլիս եւ օգոստոս ամիսների համեմատ։ Այսքանն էր այսօրվա համար, նորություններին հետևեք Ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական հաջորդ թողարկումը դիտեք երկուշաբթի երեկոյան ժամը 8-ին։ Հաջողություն։